Բան վարչապետ հարգելի գործընկերներ, խոսքը գնում է Նորագյուղ, Թաղամասի եւ հարակից տարածքների 83.9 հեկտար տարածքի մասին եւ այս ծրագրով մենք էական քաղաքաշինական խնդիր ենք լուծում Երևան քաղաքի համար։ Այս 83.9 հեկտարների վրա մենք ունենում ենք էական ծավալի կանաչապատ տարածքներ, մենք ունենում ենք մոտավորապես 2-ից 2.5 միլիոն քառակուսիմետր կառուցապատում, շուրջ 155 շենք, 65,000 բնակչի համար։ Եվ այս հատվածը կարելի ասել էականորեն ենթադրվում է, որ բեռնաթափելու է մեր փոքր կենտրոնը։ Ինչ է տալու, ինչ հնարավորություններ է տալիս այս ծրագրի իրականացումը, առաջին հերթին այն շուկայի պահանջարկը կառուցապատման ոլորտում, որը մենք ունենք, մենք կարելի ասել որոշակիորեն ուղղորդում ենք այն տրամաբանությամբ, որը որ հարկավոր է քաղաքին։ Իսկ այս պայծրությամբ քաղաքին հարկավոր է որոշակիորեն բեռնաթափել կենտրոնը եւ քաղաքին հարկավոր է լուծել Նորագյուղ Թաղամասի խնդիրը։ Դեռևս 2023 թվականին Նորագյուղ Թաղամասում մի հանդիպման ժամանակ բնակիչների հետ կարելի ասել իրենցից եղավ առաջարկ, որ իրականացվի ներդրումային ծրագիր, որը որ թույլ կտա իրենց ենթակառուցվածքային այդ բոլոր, այսինքն այնտեղ շատ բազմաթիվ հարցեր կան Թաղամասում, գոյուղուց սկսած ճանապարհների նեղությունով ավարտած եւ ընդհանուր առմամբ բնակիչները հենց իրենք են առաջարկել նմանատիպ ծրագիր իրականացնել։ Նորագյուղ Թաղամասի փոխարեն Downtown Թաղամասի ստեղծումը նորարարական նոր տեսակի թաղամաս է լինելու բարձրարկ շենքերով եւ հնարավորություն է տալու փոխհատուցել բնակիչներին իրենց բնակավայրերի շուկայական արժեքին գումարած նաեւ 30% չափաբաժնով եւ այս հատվածում մենք ստանալու ենք մի նոր գեղեցիկ թաղամաս, որի արդյունքում նաև Երևան քաղաքը կարողանալու է մի քանի կարևոր խնդիր լուծել։ Խնդիրներից մեկը Դալմայի այգիների անտառապատման ծրագիրն է։ Մոտավորապես 250 հեկտար անտառային տարածքներ, դրան հարակից, այսինքն Նորագյուղ Թաղամասի դիմացի մայթին, մենք ենթադրում ենք, որ այս ծրագրով գեներացված ֆինանսներով կարողանալու ենք իրականացնել։ Երևանյան լճի մաքրման աշխատանքները եւ ամբողջական ենթակառուցվածքների նորոգման աշխատանքները նույնպես ենթադրում ենք, որ այս ծրագրով կարողանալու ենք իրականացնել եւ իհարկե ամենակարևոր հարցը, որը նշեցի, դա իհարկե փոքր կենտրոնի բեռնաթափումն է եւ այս ծրագիրը տարբեր ժամանակներ փորձեր են եղել իրականացնել դեռևս 20-րդ դարի առաջին կեսում կան նախագծեր, գլխավոր հատակագծեր այս հատվածում, որոնք որ հենց այս նույն տրամաբանությունն են ենթադրել, բայց դրանք երբևէ կյանքի չեն կոչվել եւ հիմա մենք փաստացի հաստատուն քայլերով գնում ենք այս ծրագրի իրականացմանը։